Բարի երեկո, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանի ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ, ընդգծելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն գործընկերությունների ամրապնդման կարևորությունը։ Որքան գումարի դիմաց հնարավոր կլինի 24 ամսից քիչ ծառայել եւ որ տարիքը կհամարվի զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանը, որ երկրների քաղաքացիները եւս այսուհետ հնարավորություն կունենան Հայաստան գալ առանց մուտքի արտոնագրերի։ Այս հարցերին վերաբերող նախագծերը քննարկվել եւ հաստատվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հիշեցնենք վարչապետը Կարճատև արձակուրդում է։ Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի թագավորությունների, Օմանի սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար կհանվի դեպի Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով այս փոփոխությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով։ Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք եւ մարդկանց այցելությունը մեր երկիր եւ մարդկանց միջև, այսինքն մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաեւ կմեծացնենք ներդրումային գրավչությունը։ Հուսով ենք նաև սրանք կհաջորդվի նաև ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը, որովհետև նախ մեր զբոսաշրջության ռազմավարությունը, որը կարելի ասել գրեթե պատրաստ է, մենք այն երկրները, որոնց մասին պարոն Միրզոյանը նշեց, մենք թիրախավորել ենք որպես մեր հիմնական շուկաներ, մասնավորապես Մերձավոր Արևելքի շուկան մեզ համար հիմնական եւ առանցքային շուկաներից է այսուհետ դառնում եւ մենք տեսնում ենք, որ շարունակաբար վերջին տարիներին զբոսաշրջային հոսքերը ավելանում են։ Զորակոչիկների թիվն էլ ավելացնելու համար կառավարության այս նիստում ներկայացվեց նաև ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տված նախագիծը։ Պատգամավորն առաջարկել է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Հայկ Սարգսյանն առաջարկել է նաև պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը, իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Պատգամավորի համաձայնությամբ նախագիծը Պաշտպանության նախարարության կողմից որոշակի փոփոխությունների է ենթարկվել եւ արդյունքում այսպիսի տեսք ստացել։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Այս բարեփոխումն ըստ նախարարի նպատակ ունի տարբեր ճանապարհով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել եւ այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան եւ ըստ այդմ մեծացնեն պրոֆեսիոնալ բանակի թվաքանակն ու հնարավորությունները։ Նախագծի վերաբերյալ իր դիտարկումն ու հարցադրումն ուներ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խորքի մեջ։
Այո, այստեղ էլ կա որոշակի սոցիալական շերտավորման վտանգ, մենք պիտի այս հարցում հետևողական լինենք։ Նախագիծն ընդունվեց կառավարության կողմից, բայց այն դեռ պետք է ներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը։ Օդի աղտոտվածության հարցում էլ հետևողական լինելու համար Հայաստանն առաջիկա 5 տարում ձեռք կբերի մոնիթորինգի 14 անշարժ եւ 2 շարժական կայան։ Կառավարությունը հաստատեց մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-ից 2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը։ Մենք նաև օրենսդրական ուրեմն նոր նախաձեռնություններով հանդես կգանք մասնավորապես շինհրապարակներում եւ հանքարդյունաբերության ուրեմն տնտեսվարողների մոտ ուրեմն փոշեճնշիչ սարքավորումների կարգավորումը կմցնենք ճշգրիտ սարքերի, որոնք գործունեության ընթացքում տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել, որի արդյունքում նաև փոշու արտանետման նվազում կունենանք։ Զարգացած համայնքային ենթակառուցվածքներ ունենալու համար էլ կառավարությունն այս նիստում եւս հերթական գումարն ուղեց սուբվենցիոն ծրագրերի համար։ Ըստ այդմ ավելի քան 713 միլիոն դրամով կհամաֆինանսավորվի 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Մոտ 57,000 քաղաքացի արդեն հայտարարագիր է լրացրել, նրանցից 23,000-ը ստացել է սոցիալական կրեդիտ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնել է ՊԵԿ նախագահը։ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքներն ու առաջկա անելիքները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել։ Ապահովվել է 948,7 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր։ Հարկային մարմնի հավաքած գումարի մասով նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 12.7%, մաքսային մարմնի հավաքած գումարի մասով 25.3%։ Այստեղ մի էական հարց է ծագում, որի մասին ես անցած ասուլիսի ժամանակ շեշտադրեցի։ Ինչպես պետք է հավաքագրենք հարկերը կամ ինչպես պետք է հարկվճարողները հարկերը վճարեն եւ պետական եկամուտների կոմիտեն ինչպիսի դեր ունի այդտեղ, եւ այստեղ շատ կարեւոր է գտնել բալանսը, այսինքն պատշաճ հարկվճարման եւ տնտեսության զարգացման միջև բալանսը, եւ կարծում եմ մենք այդ ճանապարհին ենք։ Հակոբյանը հավելեց, այս տարվա հունվար-ապրիլի կտրվածքով 14%-անոց աճ կա անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, որը ենթադրում է 120 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտներ անցած տարվա այդ ժամանակահատվածի համեմատությամբ։ Նրա խոսքով ՊԵԿ-ում հարկային ստուգումների ընտրողականությունը իրականացվում է ռիսկերի կառավարման համակարգերի միջոցով եւ հունվար-ապրիլ ամիսներին իրականացված 6124 ստուգման եւ ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է լրացուցիչ 21.1 միլիարդ դրամ գումար։ Հիմա շատ է շրջանառվում որոշակի կեղծ թեզեր նրա մասին, որ կոշտություն կա, տեսեք, հիմա կոշտության տեսանկյունից տվերի դեմ պայքարն է հիմնականում մարդկանց մտքին գալիս, եւ այդ տեսանկյունից 50%-ով ավելի քիչ, այսինքն կրկնակի ավելի քիչ տնտեսվարողների ենք մենք օպերատիվ գործողություններով ստուգել, բայց ամենահետաքրքիրը նա է, որ երբ որ նայում ենք օրինակ ստվերային շրջանառություններին, ապա շուրջ 84 միլիարդ դրամով կամ 146%-ով ստվերային շրջանառությունների աճ ունենք։ Այս տարի իրականացված կարևոր նախագծերը թվելիս Հակոբյանը խոսեց մաքսային ընթացակարգերի դյուրացումից, կարևոր համարեց ընդհանրապես հարկային համակարգի ախտորոշումն ու առաջիկա տարիների ռազմավարության տեսլականը։ Եվ հարկային եւ մաքսային ռազմավարությունները արդեն մշակման ավարտին ենք մոտեցել, շուտով նաեւ սկսենք ավելի լայն քննարկումներ։ 16 թվականից այս կողմ առաջի անգամ արժույթի միջազգային հիմնադրամի հետ սկսել ենք մի հատ մեծ գնահատում, որը մեր հարկային համակարգի բոլոր ուղղությունները մանրամասն գնահատելու է, մեզ հնարավորություն տա դրա հիման վրա նույնպես ախտորոշում անել եւ ձևակերպել մեր առաջնահերթությունները։ Դա նույնպես ավարտել ենք գրեթե, առաջիկա 1 շաբաթվա ընթացքում վերջնական գնահատականները կտրվեն եւ դրա մասին նույնպես կխոսենք ձեր եւ հասարակության հետ։ Այս տարի պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը եւ լրացման կարգը։ Չհարկվող եկամուտների լրացման մասով սահմանվել է նվազագույն շեմ 300,000 դրամ։ Սահմանվել են հստակ ժամկետներ՝ մինչև այս տարվա հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը եւ հաջորդ տարվա համար մարտի 2-ից նոյեմբերի 1-ը։ Այս պահի դրությամբ ՊԵԿ նախագահի փոխանցմամբ հայտարարագիր է լրացրել քաղաքացիներից մոտ 57,000-ը, որից 23,000-ը ստացել է սոցիալական կրեդիտ։ Էականը դինամիկան է, ասենք երբ որ նայում ենք օրինակ թե յուրաքանչյուր շաբաթ քանի
քաղաքացի է հայտարարագիր լրացնում, իրականում բավական տենց հետաքրիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա, ու մարդիկ արժանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը եւ նաեւ շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաեւ այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն։ Արդյոք քրեական վարույթ է սահմանվելու այն քաղաքացիների համար, ովքեր սահմանված ժամկետում հայտարարագիր չլրացնեն։ Իհարկե պետական եկամուտների կոմիտեն չէ այն կառույցը, որը այս հարցին պետք է պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ։ Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան նոյեմբերի 1-ն ուժի մեջ է, եւս մեկ անգամ ընդգծեց պետնախագահը, ում կարծիքով բավականին երկար ժամանակ է տրված, որ մարդիկ հասկանան, համակերպվեն, նաեւ սովորեն այդ համակարգով աշխատել, լրացնել հայտարարագրերը։ Պեկից ակնկալում են, որ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր կլրացնեն բոլորը, բացառությամբ այն անձինք, որոնք ID քարտի խնդիր կունենան։ Պեկը շարունակում է հարկային եւ մաքսային ծառայողների պատրաստման եւ վերապատրաստման գործընթացը, շարունակաբար բարելավելով ընթացակարգերը եւ ընդլայնելով միջազգային համագործակցությունը, վստահեցրեց Էդուարդ Հակոբյանը։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Տասելյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի հանրապետությունում է։ Դիմավորման արարողությունից հետո Էդվարդ Տասելյանը եւ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Էդվարդ Տասելյանին ընդունել է նաև Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը, քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը առնչվող հարցեր, կողմերը անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը, ընդգծելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, անդրադառնալով հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչը Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, եւ մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի, ընդգծել է Մարկո Ռուբիոն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնի կարծիքով կողմերի միջև նման բախումը կլինի ավերիչ եւ ապակառուցողական։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն նիստի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է եւ Վաշինգտոնը փորձում է կանխել այն։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք կարճ դադարից հետո։
Այսօր Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մամեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը, որոշում այդ մասին հրապարակել է ադրբեջանցիների հոգևոր վարչության պետ Ալաշուքյուր Փաշազադեն։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ որոշման մասին է խոսքը։ Փաշազադեի նախագահությամբ հոգևոր վարչությունում տեղի է ունեցել Ղազիների խորհուրդ, որի այդ նիստում որոշում է կայացվել վերականգնել, ինչպես իրենք են անվանում, Իռևանի Ղազիաթը։ Խոսքը այն շիայական հիերարխիայում կառուցվածքի մասին է, այսինքն այն Ղազիաթը սովորաբար միավորում է մզկիթներ եւ ենթակա է մուֆթիին։ Այսինքն քրիստոնեական աշխարհի հետ զուգահեռ անցկացնելու դա թեմ է, հա։ Նշեմ, որ Երևանում ժամանակին 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբին իսկապես Ղազիաթ եղել է, գործել է, սակայն երբեք որևէ առնչություն չի ունեցել այն տարածքների հետ, որոնք այսօր Ադրբեջան են համարվում։ Այսօր էլ Երևանում կա մզկիթ, սակայն այդ մզկիթը այցելող շիաները անգամ պատկերացում չունեն, որ կարող է Բաքուն ինչ-որ հավակնություններ ունենալ իրենց հոգևոր շահերը ներկայացնելու հետ կապված։ Ուրեմն այդ պաշտոնում, ինչպես իրենք են ասում, նշանակվել է Ոման Բախտիար Նաջաֆովը։ Պարզել են, որ նա Ադրբեջանի հոգևոր վարչության պետի տեղակալն է, ծնվել է Սիսիանի շրջանում, Հայաստանում, եւ հատուկ է նրանով, այսինքն աչքի ընկել ժամանակին դրանով, որ գիրք է գրել հայերի մասին։ Այդ գրքի վերնագիրը, կարծում եմ, ուշագրավ է, կոչվում է Թշնամու դեմքը։ Եվ այս նախաձեռնությունը ակնհայտ է, որ պետական նախաձեռնություն է, այլ ոչ թե Փաշազադեի անձնական գաղափարը, այդ մասին է վկայում նաև այն, որ այդ Ղազիների խորհրդի նիստում ներկա էին պետական այրեր, նաև ելույթներ են ունեցել, օրինակ խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր ելույթում ասել է, որ այս նախաձեռնությունը քննարկվելու է նաև երկրի խորհրդարանում եւ որ պետք է օրենքների մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեն Իռևանի Ղազիությանը իրավական կարգավիճակ տալու համար։ Դժվարությամբ եմ պատկերացնում ինչ կապ ունի օրենքը, պետությունը, խորհրդարանը մի երկրում, որում կրոնական կազմակերպությունները առանձնացված են պետությունից։ Ինչևէ, Ֆազիլ Մուստաֆան ասել է, որ Իռևանի Ղազին պետք է ծառայի արևմտյան ադրբեջանցիների ձայնը աշխարհում հնչեցնելու համար։ Նա ասել է, որ պետք է հասնեն նրան, որ Իռևանի Ղազին որպես արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչ ստանա դիտորդի կարգավիճակ իսլամական կոնֆերանս կազմակերպությունում։ Այսպիսով արվել է հերթական, այսպես սադրիչ քայլը, որի նպատակն է ներգրավել կրոնական կազմակերպությունները Հայաստանի դեմ տարվող այս կեղտոտ քարոզչական պայքարում, որի նպատակն է Հայաստանի սուվերեն տարածքի անեքսիան։ Իսկ ինչպես է սրանց հետո Փաշազադեն շարունակելու խոսել խաղաղասիրության մասին։ Հենց այս Ղազիների նիստում Ալաշուքյուր Փաշազադեն թույլ տվեց իրեն աննախադեպ նենգություն պարզապես սադրիչ եւ կեղտոտ հայտարարություններ հայրաքելական եկեղեցու հասցեին։ Նախ Էջմիածինը նա անվանել է Ուչմիածին եւ ասել է, որ դա պատմական ադրբեջանական տարածք է եւ հայտարարել է, որ Էջմիածնի եւ Կիլիկիո աթոռների միակ նպատակը դա այլ ազգերի ժառանգությունը սեփականացնելն է եւ թշնամանք, ռևանշիզմ եւ արճակատում քարոզելն է։ Ուրեմն ասել է, որ հայկական եկեղեցին այժմ ծրագիր է փայփայում պատրաստում, որի նպատակը հետևյալն է, ես գրեթե բառացի եմ մեջբերում, երբ դադարի հայկական պետականությունը գոյություն ունենալ, փորձել պահպանել Էջմիածնում հայկական եկեղեցին Վատիկանի պես ինչ-որ կարգավիճակ ունեցող։ Այնուհետ բառացիորեն մեջբերում եմ։ Այդպիսով հայկական եկեղեցին ունի նենգ նպատակ շարունակել իր գործունեությունը մեր պատմական հողերի վրա, ասել է Ալաշուքյուր Փաշազադեն։ Սա նրա առաջին այսպես վիրավորական հայտարարությունը չէ ուղղված հայկական եկեղեցուն, բայց կարծում եմ այսպիսի նենգություն վաղուց իրեն թույլ չի տվել
եւ միջազգային տարբեր երկերեկցությունների ղեկավարները փոխանակ գնահատական տան այս ամենին շարունակում են երկխոսել այդ անձի հետ։ Օրինակ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլը ընդամենը մի քանի շաբաթ առաջ Փաշազադեի հյուրն էր Բաքվում եւ կրկին ակնարկում էր, որ պատրաստ է միջնորդի դերը ստանձնել Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեվոր առաջնորդների միջև։ Կարծում եմ, այսպիսի հայտարարություններից հետո ինչ որ երկխոսության մասին խոսելը արդեն ավելնորդ է։ Արտյոմ Ալիևն էլ երեք նորից խոսել է արևմտյան Ադրբեջան այդ գաղափարի մասին, կարծում եմ այս երկու իրադարձությունները պատահականորեն չեն համընկել։ Իհարկե պատահական զուգադիպություն չէ, որ այդ միջոցառումը անցեկացվել նույն այն օրը, երբ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Արևմտյան Ադրբեջան վերադարձի իրավունքը կոչվող միջազգային կոնֆերանսում։ Այդ ելույթում նա ասել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ եւ պարզաբանի, թե ինչպես է պատրաստվում կազմակերպել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը հայրենիք։ Մեկնաբանելով այս հայտարարությունը Հայաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ Անի Բադալյանը ասել է, որ Հայաստանում ոչ մի արևմտյան Ադրբեջան չկա եւ որ արևմտյան Ադրբեջանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններում։ Իմ կողմից հիշեցնեմ, որ արևմտյան Ադրբեջան է կոչվում իրականում Իրանի հյուսիս-արևմտյան նահանգը եւ յուրաքանչյուր հիշատակում արևմտյան Ադրբեջանի մասին Բաքվի իշխանությունների կողմից դա սադրանք է եւ մարտահրավեր է ուղղված ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Իրանին։ Շնորհակալություն Արտյոմ։ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցել «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես հեղինակ Ավստրուհի է։ Գիրքը ներկայացնում է Նեմեզիս գործողությունը հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելությունը։ Ի սկզբանե գիրքը գրված է եղել գերմանախոս լսարանի համար։ Հետազոտության ժամանակ հասկացա, որ գերմանախոս լսարանը շատ քիչ է տեղեկացված ցեղասպանության մասին, կամ տեղեկացված են, բայց սխալ։ Գիրքը գրելու մոտիվներից մեկն էլ այն էր, որ ես տարիներ առաջ աշխատում էի որպես դիվանագետ եւ հասկանում էի, ինչ կլինի, եթե ցեղասպանություն կատարած երկիրը մնա անպատիժ։ Այս գրքում ես պատմում եմ Նեմեսիսի մասին, բայց ոչ գիտական լեզվով, այլ հանրամատչելի։ Այս պատմությունը ներկայացրել եմ նաեւ բարոյական կողմից, ինչպես կարող է լինել, որ մեկ մարդու սպանությունը հանցագործություն է, իսկ 1 միլիոն մարդու սպանությունը ոչ։ Ես հուսով եմ այս գրքից հետո կկանխվեն նման դեպքերը։ Երիտասարդ Լեմկինը սկսում է մտածել ցեղասպանություն տերմինի ստեղծման, այնուհետև նաև պայքարում է ցեղասպանության կոնվենցիայի մասին համար։ Այստեղ նաև ուզում եմ մի հանգամանք ներկայացնել իր պրոֆեսորի հետ խոսակցությունից, որը որ հետևյալ պատասխանն է տալիս, որ Լեմկին դու պատկերացրա, որ մենք գործ ունենք ֆերմայի հետ, որտեղ կան ճտեր եւ կա ֆերմեր, որը որ ինչ ուզում է կարող է անել իր ճտերի հետ եւ այս պատասխանը բավական բարկացնում է Լեմկինին, որ ինչպես կարելի է մի ամբողջ ժողովրդի մասին, որը որ կոտորվել է իր բնորանում, նման ձևով խոսել եւ այլ ավելի համառ ջանքերով է փորձում սահմանել ցեղասպանության բառը, ցեղասպանության հանցագործությունը եւ այնուհետեւ հասնել նրան, որ այսօր մենք ունենք ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան, ինչը նաեւ նախատեսում է, որ բացի պատժից այն նաեւ կանխարգելիչ ֆունկցիա կարող է ունենալ։ Շատ ցավով պիտի ասեմ, որ ցեղասպանության կոնվենցիայից բավական տարիներ են անցել, 70 եւ ավել, սակայն կոնվենցիան ցավոք սրտի չի գործում ինչպես իր պատժիչ, այնպես էլ կանխարգելիչ ֆունկցիաներով, ինչին որ ցավոք ականատես եղանք նաեւ Արցախում։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել հեղինակին, ով այսօրվա այս միջոցառման հերոսն է, ով իր գրքի շնորհիվ նորից հրապարակ բերեց Նեմեսիս գործողությունը, հրապարակ բերեց Նեմեսիս գործողության մասնակիցներին եւ նաեւ շատ ուրախ եմ, որ այսօր մեր կողքին են Նեմեսիս գործողության ժառանգները, ինչը մեծ պատասխանատվություն է նաեւ եւ շնորհակալ եմ այսօր այստեղ լինելու համար։ Թարգման այս հատվածում էլ հետևեք միջազգային նորություններին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 22-ին 5 ժամում ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք է խոցել, որոնց 1/3-ը թռչում էր դեպի Մոսկվա։ Ըստ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 28 անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտարարել է, որ ժամը 00-ից մինչև 5:30 Մոսկվայի շրջանում 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Ուկրաինան չի մեկնաբանել արդեն երկրորդ օրը շարունակվող զանգվածային հարձակումները։ Ի դեպ Դոմոդեդովո օդանավակայանում հերթական անգամ դադարեցվել են թռիչքները։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը։ Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրում է մարդ, որը դրա համար ժողովրդից մանդատ ունի։ Հակառակ դեպքում խնդիրներ կլինեն։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին։ Խորհրդանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի, կթողնեն նրան դա անել իր երկրի ներսում մեծ հարց է, 10-ին ասել է ռուս դիվանագետը։ The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։ Իսկ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Այս մասին հայտնում է Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքը, վկայակոչելով գերատեսչության ղեկավար Էսմայել Բաղային։ Հիշեցնենք, Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային հիմնախնդրի եւ ամերիկյան պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները շարունակվում են ապրիլից։ Վաշինգտոնը մտավախություն ունի Թեհրանը կարող է միջուկային զենք ստեղծել սեփական ծրագրի շրջանակում։ Միաժամանակ Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման ծրագիրը իրականացնում է միայն խաղաղ նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իսլամական Հանրապետության հետ պոտենցիալ նոր համաձայնագիրը կտարբերվի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Մարտի սկզբից Իսրայելը արգելափակել է օգնության մատակարարումները Գազայի հատվածին, պնդելով, որ դրանք խլվում եւ օգտագործվում են Համասի ահաբեկիչների կողմից։ 300 բեռնատար մարդասիրական օգնություն, այդ թվում այլուր, մանկական սնունդ եւ բժշկական սարքավորումներ ժամանել են Գազայի հատված։ Այս մասին X-ի սոցիալական ցանցում գրել է Իսրայելի կառավարական Հոգատ կազմակերպությունը, որը պատկանում է երկրի պաշտպանության նախարարությանը եւ պատասխանատու է մարդասիրական օգնության առաքման համար։ Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից գնդակահարվել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող հրեական թանգարանի մոտ։ Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Տղամարդն ու կինը սպանվել են տեղական ժամանակով ժամը 21:05-ին, երբ նրանք դուրս էին գալիս թանգարանում կազմակերպված Գազայի հատվածի օգնության միջոցառումից։ Սպանվածների անունները չեն հրապարակվում։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանն հայտարարել է, որ նրանք երիտասարդ զույգ էին, ովքեր պատրաստվում էին ամուսնանալ։ Ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալված կասկածյալը Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգեսն է։ Ձերբակալման ժամանակ նա բղավել է ազատագրիչ Պաղեստինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է կատարվածը, հայտարարելով, որ հարձակումը բացահայտորեն հիմնված է հակասեմականության վրա։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը նույնպես սպանությունն անվանել է հակասեմական ահաբեկչության ակտ։ Արևելյան Չինաստանում գտնվող բազմադարյա զբոսաշրջային կառույցի տանիքի հարյուրավոր սալիկներ պոկվել եւ թափվել են գետնին։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Աշտարակը, որը կառուցվել է 1375 թվականին եւ օգտագործվում էր որպես արարողությունների սկիզբն ու օրվա ժամերը ազդարարելու համար, Չինաստանի ամենամեծ նման աշտարակներից մեկն է։ Աշտարակը Անհոյ նահանգի մեծ զբոսաշրջային գրավչություն ունեցող կառույցներից մեկն է համարվում։ Այն գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։ Փլուզումը տեղի ունեցել աշտարակի վերանորոգումից ընդամենը 1 տարի անց։ Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից 56 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է Կրետեյում, Էգեյան ծովի կղզիներում եւ մարտցամաքային Հունաստանի որոշ հատվածներում։ Երկրաշարժի ուժգնությունն ու տևողությունը հատկապես բարձր են եղել Չանիայում եւ Ռեթիմնոյում։ Հզոր ցնցումներ են զգացել նաեւ Աթենքի բնակիչները։ Դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ։ Երկրաշարժը փոքր սողանքներ է առաջացրել մարզային ճանապարհային ցանցում, իսկ Հերակլիոն քաղաքում մասնակիորեն փլուզվել է շենքի մեկի արտաքին հատվածը։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Առայժմ այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։